Շնորհակալություն ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, փորձելով իհարկե մնալ հորդորի սահմաններում, այնուամենայնիվ Տիկին Ջուլհակյանին ուղղված հարցերին պետք է անդրադառնամ, նախ իհարկե ասեմ, որ ողջունում եմ Տիկին Ջուլհակյանի առաջադրումը, խրախուսել եմ, աջակցել եմ եւ շարունակում եմ աջակցել։ Տիկին Ջուլհակյանը շատ պարտաճանաչ, աշխատասեր եւ իմ կարծիքով ամենակարևորը քաղաքական ու կոնկրետ մարդ է։ Ինձ թվում է ձեր հարցի պատասխանից դուք զգացիք, որ առնվազն միշտ կոնկրետ կլինի, էլի չեք սկսելու որոնել մեջը իմաստը, թե վերջի որ բառերը տանենք այն կողմ իմաստը ինչ կմնա եւ դա կարծում եմ կարևոր է աշխատանքների կազմակերպման համար։ Մի երկու ռեպլիկ նախորդ թեմաների վերաբերյալ ունեմ, որոնց համար հարկ չհամարեցի գրանցվել։ Պարոն Աբրահամյան, էթիկայի հանձնաժողովի հետ կապված, երբ որ ասում եք այլ փորձագետներ ներգրավել, այդտեղ սահմանադրական կարգավորման հետ խնդիր ունենք, այս առաջարկը, եթե ռելևանտ լինի, կարող եք սահմանադրության քննարկումների ժամանակ առաջարկել, որովհետև ես կմոռանամ, լավ կլինի դուք առաջարկեք։ Պարոն Կարապետյան, ես շատ ուշադիր լսեցի ձեր նախորդ ելույթը, ոչ վերջինը, նախորդը իրական եւ պատմական Հայաստանի մասին եւ ինձ թվում էր ես կարող եմ իջնել եւ առաջարկել ձեզ անդամակցել քաղաքացիական պայմանագրին, որովհետեւ չափազանց նման են մեր տեսակետները հայեցակարգային իմաստով այդ հարցով, միայն մի վերապահում ունեմ, դուք ասում եք, թե մենք իրական Հայաստանը հակադրում ենք պատմական Հայաստանին կամ նման մի բան։ Ես ձեր բոլոր հայեցակարգային փաստաթղթերը կարդացել եմ մեկից ավելի անգամներ եւ խնդրում եմ, որ դուք էլ ժամանակ գտնեք, տրամադրեք իրական Հայաստանի գաղափարախոսության, որը մեր հայեցակարգային փաստաթուղթն է, գտնեք, թե որտեղ է այդ նախադասությունը, որտեղ է հակադրությունը դուք տեսել եք եւ կաք պատմեք կամ գոնե ինչ-որ ճանապարհով փոխանցեք, որովհետեւ ես այդ փաստաթղթի վրա աշխատել եմ եւ չեմ հիշում, որ մենք նման բան գրած լինենք։ Բայց ես կվերադառնամ հարցի սրտին եւ կփորձեմ անել ամեն ինչ, որպեսզի հնարավորինս տեսականացված լինի այս հարցը։ Ինձ շատ անհանգստացնում է այս հարցը, դրա համար ուզում եմ նորից վերադառնալ, որովհետեւ մենք գործ ունենք մարդկանց հետ, ինչքան էլ ոնց որ տարբեր բառերով ձևակերպենք։ Հիմա ինչ են ասում մեր գործընկերները ուժեղ Հայաստանից եւ Հայաստան դաշինքից, ասում են Ինչպես կարելի է դատել կաթողիկոսին։ Այս հարցի բովանդակությունը կորչում է, երբ որ մենք սկսում ենք իրար նկատմամբ բունտ անել եւ մոռանում ենք ինչն էր հարցը։ Այսինքն հարցը ինչի թե ով է կաթողիկոսը, կաթողիկոս է թե կաթողիկոս չէ, հարցը այն է, ինչպես կարելի է դատել կաթողիկոսին։ Եվ նաև այստեղ հիմնավորում է բերվում, չէ՞, մեր սիրելի Հայաստան դաշինքը արդեն մի տարի ասում է կաթողիկոսը ընդդատյա չէ, այսօր երեք լսեցինք, որ մեռոն է օրհնել, այդ մարդուն հետևաբար չի կարելի դատել։ Այս հարցի պատասխանը ես կուզեմ իրավաբանները փորձեն ինձ օգնել գտնել, որտեղ ես իրավաբան չեմ, ես չգիտեմ հիմա ոնց որ ինչ դատի մանրամասների մեջ չեմ մտնում։ Ես ուզում եմ հասկանալ տրամաբանությունը որն է դրա։ Ասենք, եթե կարմիր լույսի տակով անցավ կարելի է տուգանել, թե չի կարելի։ Օրինակ, ինչպես կարելի է դատել падգամավորին, բոլորս գիտենք, մեզնից պետք է հարցնեն։ Իսկ ում հարցնենք, եթե իրավախախտում է արել, կամ ոնց է լինում, որ ինքը օրենքներից եւ սահմանադրությունից դուրս է, բայց իրան սահմանադրությամբ եք պաշտպանում։ Տիկին Արեգա Հովսեփյանը ասում է, իր անձնագրի մեջ գրած է Գարեգին B։ Էլի համաձայն եմ, լավ, իր անձնագրի մեջ գրած է Գարեգին B։ Իսկ այդ ինչ փաստաթուղթ է, որի մեջ գրած է։ Անձնագիր, քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ, որով ինքը հարաբերվում է պետության հետ։ Դուք կարաք ինձ նկարագրեք օրենքների եւ իրավակարգավորումների այն շրջանակը, որը տարածվում է այդ անձնագիրը կրող մարդու վրա, եւ այն շրջանակը, որը չի տարածվում։ Գնացել է, չէ՞, այդ մարդը, ասենք, ընտրության օգտվել է իր քաղաքացիական իրավունքից եւ հավանաբար քվեարկել է ինչ-որ քաղաքական ուժի։ Թող գիտեք, չէ, աշխատանքան քաղաքացիություն չունեցող մարդիկ, թող ասեն ինձ պետք չի, իմ գործերը Աստծո հետ են, ես գնում եմ աղոթարան, աղոթելու, որ ուժեղ Հայաստանը հաղթի։ Բայց լավ չէր ստացվի, ավելի լավ է երևի քվեարկեր, որովհետև լավ բան չէր լինի, եթե պարզեր, որ աղոթները տեղ չեն հասնում։ Ինչ է տեղի ունեցել։ Սկսել են աչուձախ քահանաներ կարգալույծ արվել, այլ կերպ ասած գործից հանվել։
Ես ինքս շաբաթներ շարունակ հորդորել եմ այդ մարդկանց դիմել դատարան վերականգնելու իրենց աշխատանքային իրավունքը։ Դա իհարկե սկզբում շատ ծափուցի ծաղով ընդունվեց, բայց ես ուրախ եմ, որ քաղաքացիական համարձակություն ունեցող մի քահանա գտնվեց, ով որ գնաց այդ ճանապարհով, որովհետև մենք պետք է վերջը հասկանանք, այս հարաբերությունները պետք է կարգավորվեն օրենքի միջոցով, թե Աստծո միջոցով պետք է կարգավորվեն։ Այդ մարդիկ ասում են, ես անարդարության զգացում ունեմ։ Իրանք մեր քաղաքացիներն են, իրանք շատ չեն, որ տենց ահռելի ձայներ բերեն, տոկոս փոխեն, բայց մենք պետք է այդ քաղաքացիների մասին մտածենք, թե չէ, այդ քաղաքացիները իրանք ամբողջ կյանքը նվիրել են մի ոլորտի, որից դուրս համարյա ոչինչ անել չգիտեն, այդ մարդկանց կարող է իմանան եւ կարողանան դասավանդել, բայց նաեւ նվիրում կա այդտեղ, չէ։ Մենք պետք է իրանց մասին հոգ տանենք, թե չպիտի հոգ տանենք, թե մենակ իրանք մեր մասին պետք է հոգ տանեն, մեր հոգևոր կարիքները սպասարկեն։ Հիմա ասում են, ես անարդարության զգացում ունեմ, ինձ հեռացրել են եւ ընթացակարգերը չեն պահել, այնտեղ պետք է փիլոնազրկեին ապաշխարության փուլ լիներ այս կոմենկոմ, ես չեմ հասկանում, Ժորդան, իսկապես չեմ հասկանում։ Իսկ ինչ է ասում աշխատանքային օրենսդրությունը, պարոն Վարդևանյան, ասում է, որ եթե մարդկանց միջև փաստացի աշխատանքային հարաբերությունները ապացուցվում են, բայց պայմանագիր չկա, իրանց հարաբերությունների վրա տարածվում է աշխատանքային օրենսդրությունն ամբողջությամբ։ Իսկ իրանց միջև աշխատանքային պայմանագրեր չկան։ Էս է ամբողջ պատմությունը, էս է, բայց գալիս է տեղից ասում են ընդդատյա չէ։ Եվ կարող են այո լինել անարդար դեպքեր, ով է հիշում Հայր աղանի դեպքը։ Ինչ էր ասում Հայր աղանին մի հոգևորական, որ զանգել էր եւ ներկայանում էր կաթողիկոսի անունից, ասում էր կաթողիկոսը ասել է մորդ վերջ, արի ինդիմադիր ցույցին, քանի որ քո եղբայրը մահացած է եւ մայրդ արդեն որդեկորույս է, մեզ որդեկորույս մայր է պետք։ Ես չգիտեմ ասելա թե չէ, բայց այդ կողմը խոսակցության, դիտե պարոն Ղազինյան, շատ լավ եք անում, որ դատապարտում եք։ Այդ մյուս կողմը խոսակցության հաստատել է, Հայրաղանը հաստատել է այդ խոսակցությունը։ Հայրաղանը ասում է, հա, էլի ես Աստծո ծառան եմ, էլի կաթողիկոսին հնազանդ եմ, բայց ես նաև որդի եմ, ես չեմ կարող իմ մորը բերեմ ցույցի, որովհետև սքի մեջ է այդ մարդը հիվանդ է, ոնց որ կլինի, չի ուզում ի վերջո ինքը որդի լինելն է ընտրում։ Եվ ինքը հիմա եկեղեցում չի, որովհետև ընտրել է որդի լինելը։ Երևի բան է, փորձություն է, որին ենթարկում են, բան չէ, որ հավատը փորձեն տենան կստացվի, թե չէ։ Ես չգիտեմ ինչ անի այդ մարդը, եթե չի կարա աշխատի այնտեղ ծառայի, այնտեղ որտեղ ուզում է ծառայել, հոգևոր սպասարկում անի, ասենք, եթե գնա ուրիշ տեղ չկա, գնա ինքնուրույն անի ասելու են աղանդա, որ դա էլ հոգևորականի համար շատ վիրավորական պիտակ է, ինչ անի։ Պարոն Մխիթարյան կասեր թող սպասի Աստծո դատաստանին։ Ընդհանրապես կարելի է արդարադատության հարցերը արտապատվիրակել, որովհետև անդադար բողոքում եք։ Մենք ենք դժգոհ համ ընդդիմադիրները, երևի կարելի է ասել Աստծո դատաստանին թող մնա, Ժորժ ջան, սպասեք ընդեղ արդարությունը։ Իսկ մենք ստեղ հավաքվել ենք, որպեսզի կարողանանք ընթացակարգեր եւ իրավակարգեր ստեղծել, որպեսզի մարդիկ մեր հետ հույս էին կապում։ Իսկ ինչ է իրականում տեղի ունեցել։ Ինչ է իրականում տեղի ունեմ։ Ինչու են, ինչ պետքա լիներ։ Պետքա լիներ աշխատանքային պայմանագիր, որը կշրջանակեր հարաբերությունները, առաջին կետով կգրվեր լիազորությունները դադարում են, առաջին երբ տեղափոխվում է թեմը։ Երկրորդ, մահանալու դեպքում ենթադրում եմ, էլի պարոն Վարդևանյան, կուղղեք, եթե սխալվում եմ, կամ ձեր խմբակցությունից էլի լիքը իրավաբաններ կան, չէ՞։ Պարոն Մխիթարյան, պարոն Ասլանյան, պարոն Հարությունյան, երրորդ կետով կամ 6-րդ կետով պետք է գրված լիներ կարգալուծության դեպքում։ Եվ կփակվեր թեման, բայց չէ։ Հիմա մեր ընդդիմադիր գործընկերները շատ էնտուզիազմով պաշտպանում են աշխատանքային պայմանագիր չունենալու իրավունքը եկեղեցու ներսում։ Ինչի։ Ինչ կլիներ, եթե լիներ, ով կարա ասի, ինչ կլիներ, եթե լիներ։ Հարկեր պիտի տային։ Կհարկվեր, չհարկվելու իրավունքն են պաշտպանում։ Այդ է խնդիրը, ժողովուրդ ջան, այդ չի շատ էս կոմենք ընկնել։ Եկեղեցու հարկային կարգավորումների հարցն են պաշտպանում, սեղաններին դմդմփացնելով, երբ որ անհարմար թեմաներից են խոսում։ Ինչի պիտի եկեղեցին հարկեր չտա։ Աստված ինչ որ տեղը տենց բան է ասել։ Իմ հիշելով, երբ որ փարիսեցիները փորձում էին Քրիստոսին համոզել, որ հռոմեական կայսերը պետքա հարկեր չտան, Քրիստոսը ասաց. ոչ, տվեք կայսերինը կայսերը, Աստծունը Աստծուն։
4 ավետարանիչներից 3-ը այդ մասին գրել են, եթե գոնե երկուսը կարդացած լինեք, իսկ ես վստահ եմ, որ կարդացել եք բոլորդ, նկատած կլինեք այդ տեսարանը։ Այդ է տեղի ունեցել։ Սիրելի ընկերներ, ասածս ինչ է։ Եկեք լսենք Քրիստոսին, վճարենք հարկեր ու չլինենք փարիսեցի։ Շնորհակալություն։